Հայ-ադրբեջանական երկխոսությանն ու խաղաղության գործընթացին զուգահեռ Բաքվից Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի անունից հայտարարություն է տարածվել մարտի 31-ին ադրբեջանցիների այսպես կոչված ցեղասպանության օրվա կապակցությամբ։ Հայտարարության մեջ հերթական անհիմն մեղադրանքներն են հնչում Հայաստանի հասցեին։ Պատմության տարբեր փուլերում ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականության, որը միտումնավոր իրականացվել է հայերի կողմից, զանգվածաբար ոչնչացվել են նրանց ազգային պատկանելիության և կրոնի հիման վրա։ 20-րդ դարի սկզբից ի վեր Ադրբեջանի տարբեր շրջաններում և ներկայիս Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանական բնակչության նկատմամբ կատարվել են համակարգված և դաժան հանցագործություններ։ Միջազգային մակարդակով դեռևս արդար դիրքորոշում չի արտահայտվել ազգային և կրոնական պատկանելիության հիման վրա քաղաքացիական բնակչության համակարգված ոչնչացման և 1918 թվականի մարտ-ապրիլին կատարված ցեղասպանության հանցագործությունների վերաբերյալ։ Ըստ Ալիևայի, ադրբեջանցիների դեմ կատարված ցեղասպանության հանցագործությունների միջազգային ճանաչումը, նաև արդարադատության վերականգնումը կարևոր են ապագայում մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար։ Ինչպես երևում է, հերթական անգամ Բաքվում չեն էլ մտածում հրաժարվել պատերազմի և ցեղասպանության հռետորաբանությունից, վերլուծում է ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովհաննիսյանը և հիշեցնում այն դրվագը, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հաջորդած իր ասուլիսի ժամանակ կուրծք ծեծում հայոց ցեղասպանության թեմայի հետ կապված, ընդգծելով, թե նման խոսույթը լավ տեղ չի տանում։ Փաշինյանն այս առիթով բառացի ասել էր հետևյալը. Ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել։ Ասենք, երբ որ մեր տարածաշրջանում բոլորը բոլորին մեղադրում են ցեղասպանությունների մեջ։ Եվ ելի եմ ասում, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք, կամ դժվար է ասել, որից հետո է եղել, ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսույթով մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ, եւ մենք ելի ասում եմ, այդ ամեն ինչը մի բանի մասին է։ Հայաստանի ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ, որ խաղաղվեն, նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով, հույս տալով, թե էսա մի օր ցեղասպանությունը կճանաչի միջազգային հանրությունը, էսա մի օր Սևերի պայմանագիրը կաշխատի, էսա մի օր էս կլինի, էսա ես մեր քաղաքականությունը եւ ռազմավարությունը հետեւյալն է։ Մենք պետք է խաղաղվենք։ Հայաստանի ինչպես ժամանակին Չարենցն է ասել, կա Հայաստանի Հանրապետություն եւ ուրիշ ոչինչ։ Ուրեմն կենտրոնանում ենք Հայաստանի եւ տնավորվում ենք։ Ըստ Հովհաննիսյանի, հայոց իրական ցեղասպանության ժխտմանը հակադրվում է ինչ-որ հորինված ադրբեջանցիների ցեղասպանություն եւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մերժմանը զուգահեռ օրակարգ է բերվում ադրբեջանցիների ցեղասպանության ճանաչումը։ Սա խոսում է այն մասին, որ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ այն տեղեկատվական տերորը, թե Հայաստանն այլևս մտել է խաղաղության դարաշրջան, հերթական ժանգլյորությունն է եւ իրականության հետ ոչ մի աղերս չունի։ Ակնհայտ է, որ Ալիևայի հայտարարությունը պատահական հայտարարություն չէ, այլ հստակ քաղաքական գիծ է, որի միջոցով Ադրբեջանը փորձում է ոչ թե պատմություն վերաշարադրել, այլ փոխել խաղի կանոնները։ 1918 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելու պահանջը նշանակում է Բաքուն անցնում է հակագրոհի, ոչ միայն հայոց ցեղասպանության ժխտմանը, այլ դրա վերջնական չեզոքացմանը։ Եթե նախկինում նպատակը չի եղել ասելն էր, հիմա նպատակը բոլորի մոտ է եղել դարձնելն է։ Ստացվում է, միմյանց զուգահեռ Բաքուն նոր ցեղասպանություն է հորինում։ Դրա մասին բարձրաձայն պետական մակարդակով Երևանը փորձում է չխոսել ցեղասպանությունից։ Ավելին, Փաշինյանի այն թեզը, թե ցեղասպանության մասին խոսելով մենք ստանում ենք նույն խոսույթը հակառակ կողմից, իրականում շրջված պատճառահետևանքային կապ է։ Պատմությունը ցույց է տալիս հակառակը, ոչ թե դու ես ձևավորում հակառակ կողմի խոսույթը, այլ հակառակ կողմի նպատակներն են ձևավորում նրա խոսույթը։ Ադրբեջանը չի սկսում ցեղասպանության մասին խոսել, որովհետև Հայաստանը խոսում է։ Ադրբեջանը խոսում է, որովհետև դա իր ռազմավարական շահերից է բխում, հավելում է Հովհաննիսյանը։ Իդեպ շարունակում է նա. Գրեթե նույն տրամաբանությունը գործել է նաև նախկին Հարավսլավիայի տարածքում, հատկապես Բոսնիական պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, երբ տեղի ունեցավ Սրեբրենիցայի կոտորածը, որը միջազգային դատարանների կողմից ճանաչվեց որպես ցեղասպանություն, սերբական քաղաքական ու մտավոր դաշտում արագ ձևավորվեց հակաթեզ. բոլորը բոլորին են սպանել։ Այս մոտեցման նպատակն էր ոչ թե արդարանալ, այլ ջնջել պատասխանատվության եզակի լինելու թեման։ Ֆրիդա Ղազարյան, Արտեմ Պետրոսյան, TB News։